թե այն մեզ ցույց չեն տալիս եւ միայն հիմա Շիրակը կարողանում է բացել հանդիպման արխիվը 34-րդ րոպեին հանդիպման թիմին եւս մեկ անգամ տեսնում ենք միայն վերջին ամասը ամեն ինչ արեց դարպասապահը որպեսզի կարողանա փրկել նորից գրով Ֆոֆանաբեկո եւ կարողանում է շրջանցել եւ պետք է գրավել դարպասը 2-0 մի պահ հապաղեց Շիրակի հարձակվողը թվաց թե արդեն Ֆոֆանաբեկոն երկրորդ անգամ երկրորդ անգամ է կարողանում այս մրցավեճում գոլ հեղինակել տեսնում ենք կրկնապատկերը եթե սա մտածված դադար էր որ պարեց շատ լավ է գործում Աղվան Դավոյանը եւ փոխանցումն էլ հոյակապ էր 3-0 եւ հետրիկի հեղինակ է դառնում Ֆոֆանաբեկոն ճիշտ է այս գոլում պետք է միանշանակ առանձնացնել Աղվան Դավոյանի խաղը ես զգում նրա գրագետ փոխանցումը ու այս ամենի արդյունքում ծնվեց Շիրակի երրորդ գոլը 64-րդ րոպեին հանդիպման Վարդան Բիչախչյանի թիմը Շիրակի կազմից գոլը հեղինակ երրորդ անգամ է գրավում Ժան Մարկո Պացինի դարպասը մոտ տարածությունից ոչ մի հնարավորություն նա